Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատականը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստանը ներմուծվում հացահատիկ։ Այսօր Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը։ Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Տեղեկությունը հայտնում են Ազնավուր ընտանիքը եւ Ազնավուր հիմնադրամը։ Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում, թողնելով գեղեցիկ ապրած կյանք, լի սիրով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ։ Ծնված լինելով գաղթի ճանապարհին Սալոնիկում 1923 թվականին Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով։ Նրանց կապն անչափամուր էր, հենված ընդհանուր պատմության, երաժշտության եւ մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա, ասված է հայտարարության մեջ։ Շարլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկը եւ իրենց ընտանիքի հիշողությունը։ Արմավիրի մարզի Էջմիածին Մարգարա ճանապարհին բախվել են Մազդա եւ Լադա մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը մարմնական վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։ Ավտովթարը տեղի է ունեցել այսօր ժամը 8:50-ի սահմաններում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Մազդա եւ 34-ամյա Գարիկ Մ-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։ Լադայի վարորդը տեղում մահացել է, Մազդայի վարորդն ու Լադայի ուղևորը Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինա Բն տեղափոխվել են վաղարշաբաթ բժշկական կենտրոն։ Հայաստանը մանկական Եվրատեսի 2025 երգի մրցույթում կներկայացնի Ալբերտ Արմենակյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում։ Տեղի եւ միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Հայաստանյան պատվիրակի մրցույթային երգ եւ տեսահոլովակը կհրապարակվեն շուտով, ասված է հաղորդագրությունում։ Ալբերտն այս տարի նաեւ մասնակցել է ֆրանսիական մանկական ձայնը The Voice Kids նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։ Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանը երեկոյան հրավիրվել է քննչական կոմիտեի եւ հարցաքննվել։ Քննչական կոմիտեի ԶԼՄ-ներին հայտնել են, որ բարձրաստիճան հոգեվորականը հարցաքննվել է համացանցում իշխանական լրատվամիջոցներով տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ ՆԳՆ-ն նշված ձայնագրության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ է նախաձեռնվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով իսկ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքի մասնակցելու կամ հավաքի մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։ Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է 7 անձանց, որոնք հոկտեմբերի 19-ին ոստիկանության համազգեստով եւ դիմակներով մուտք են գործել Երևանի Քերու փողոցում գտնվող հյուրանոց ու թալանել այնտեղ գտնվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, նրանք մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար եւ դիմել փախուստի։ Ավազակային խումբը բաղկացած է եղել 9 անձից։ Իրավապահները դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել են 4 բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ Մեր ձևով շարժման անդամ իրավաբան փաստաբան Ռուբեն Մխիթարյանի մեղադրանքի առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, տեղեկությունը հայտնում է մեր ձևով շարժումը։ Մխիթարյանի ոստիկանության բաժին էին տարել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձությունների ժամանակ։ Շարժումը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով, զանգվածային անկարգությունների մասնակցել եւ 486-րդ հոդվածով։ Արդարադատությունն իրականացմանը կամ գործի քննությանը միջամտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկրորդ մասի առաջին կետով էլ սա։
Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սեյբա Գաֆարովայի հետ հանդիպումը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Լևոն Սիմոնյանը գնահատում է շատ ջերմ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է հենց ինքը Սիմոնյանը։ Միջազգային ֆորմատների շրջանակում թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ։ Ես էլ կգնամ, իրենք էլ կգան, կան հարցեր, որոնք պետք է քննարկենք, մինչև այդ պահը անվտանգության հարցերը մեր պահվող անձանց հարցը եւս։ Մեզ համար մի քիչ դժվար է գնալ այդտեղ, ոնց գնաց այնտեղ, քանի որ հասկանալի է, որ այնտեղ պահվող անձիկ կան, հայտարարել է նա։ Ավելի վաղ Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սեյբա Գաֆարովան հանդիպել էին Ժնևում քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, ողջունել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում կքննարկվի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը։ Երևան քաղաքի աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչակաշրջանելի Լենինգրադյան փողոցը անվանափոխել Բարերար Քրքրքորյանի անվամբ Քրքրքորյան փողոց։ Նշված է որոշման նախագծում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է վերադարձնել այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Իր նոր մտադրության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան խարդավանքներ, եկեղեցիների խմբեր են գործում, կան բոլոր բարոյական եւ իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը, ազգային ժողովում հայտարարել այս մասին Փաշինյանը։ Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել նա, ով հոգեկան խնդիրներ ունի։ Տատանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս ռեժիմի ներկայացուցիչները ոչ սրբություն ունեն, ոչ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, որն ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է վեհափառ Հայրապետին, ապա վստահ եմ, որ նա հաստատակամ է եւ ցանկացած պարագայում կատարելու է իր ազգային եւ եկեղեցական ծառայությունները։ Հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժ են տալիս եկեղեցուն, ասաց նա։ Սարգսյանը նաեւ շեշտեց, որ իր քաղաքական թիմը հանրապետական կուսակցությունը սատարում է ամենայն հայոց կաթողիկոս Գալեգին II-ին եւ կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։